Հաճախ բնական համակարգերը կլիմայի փոփոխության ազդեցությունների արձագանքում են ինքնաբերաբար, հակազդելով փոփոխված պայմանների հետևանքով առաջացած սթրեսներին և հարմարվում նոր պայմաններին։ Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներից կարելի է առանձնացնել։ Օրինակ գյուղատնտեսության մեջ ջրօգտագործման արդյունավետ լուծումներ, ինչպիսին աթիլային ոռոգումն է, ջերմակայուն և չորադիմացկուն մշակաբույսերի աճեցում, հակակարգտային ցանցերի օգտագործում, դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծում, ջերմոցային և ջերմատնային տնտեսություն։ Ջրային տնտեսություններում ջերմամատակարարման համակարգերի բարեկարգում, ջրօգտագործման պլանավորում և ջրային ռեսուրսների անբարում, ջրօգտագործման կարգավորում, ջրավազանների կառավարում և պահպանում, բնակավայրերի զարգացման ու անվտանգության համար սելավատարերի ու ջրահեռացման համակարգերի կառուցում և նրանց պատշաճ շահագործում, գետերի և ջրավազանների ափերի ամրացում, խորարմատ ծառերի տնկում, պարսպապատում, կանաչապատ տարածքների ավելացում, շենքերի արդյունավետ ջերմամեկուսացում, եղանակային փոփոխությունների մասին վաղ ազդարարման արդյունավետ համակարգեր։ Մարդու առողջության պահպանման համար անհրաժեշտ է արևապաշտպան միջոցառումների կիրառում։ Դրանք են արևապաշտպան քսուկներ, ակնոցներ, գլխարկներ, հարմարավետ հագուստ, շատ ջուր, օրվա շոգ ժամերին չգտնվել արևի տակ, հանրային իրազեկում և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ։ Բնական էկոհամակարգերի համար պահպանել անտառները և իրականացնել անտառապատում, բնական պաշարների կայուն օգտագործում, կենսաբազմազանության պահպանում։ Որն է կլիմայի փոփոխության հարմարվողականության կարևորությունը։ Այն հնարավորություն է տալիս պահպանել բնակիչների բարեկեցությունն ու գոյատևման միջոցները, բարձրացնում է քաղաքացիական պաշտպանության մակարդակը, պահպանում մարդկանց առողջությունը, բնական էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը, խնայում բնական պաշարները, ապահովում տնտեսական կայունություն, իսկ համայնքում ստեղծում համերաշխության մթնոլորտ։